Հանգիստ խոսեք լրագրողի հետ։ Հանգիստ։ Հասկացանք, ու ջուրիկ ես, բայց շարպիկ ես, հասկացանք։ Ընտանիքի անդամներով, էձև իրանք կետած է։ Խնդրեմ, բազմիցս ձեռքիցս քաշեց, այս անձնավորությունը, բազմիցս Ընտանիքի անդամներ եք։ Շատ մոտիկ մի մոտեցեք։ Ընտանիքի անդամներ եք ձերանք։ Ինչ է եղել։ Ագրեսիվ տրամադրված։ ով ինձ կասի արա իրանք ագրեսիվ տրամադրված։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ այստեղ փորձում հնարին դարձնել մեր մասնագիտական գործունեության։ Պարոն, դուք որտեղից եք եկել։ Մարդիկ ամենը կարծիք հայտնի, խոչընդոտել չի։ Ձեզ ով է ուղարկել։ Առավոտից դուք ստել Հեռացրեք բազմաթիվ դեպքեր ձեր ոստիկաններին մոտեցա մեջքով շրջվեցին։ Բազմաթիվ ոստիկաններ։ Հիմա այս պահին դուք ասում եք խոչընդոտել է, բայց մարդիկ ամենը կարծիք են հայտնում։ Ես քաղաքացին ասում ձեռքիցս եք նոր քաշում։ Ո՞վ է ձեռքից քաշում։ Անի, արի ասեմ, եկեք ասեմ, մի մոտեցեք։ Նշված հանձնել է հայտնի, եթե հանցակազմի հաշտարիշներ կպարնում, ասած վարույթս կնախաձեռնի։ Խոչընդոտում է իմ Ասում մշտադիտարկման խումբը ձեր լայվը հետ կտնայի, այդ անձնել է պարզված, եթե ինչ-որ վարույթ նախաձեռնելու հարց լինի, անպայման կնախաձեռնի, եղավ, շնորհակալություն։ Նախորդներն էլ ուսումնասիրեն, շնորհակալություն ես ուսումնասիրեմ։ Հիմա տեսնում, ձեր գործունեությունը ոչ մի չի կողմ։ Ձեզ խոչընդոտել ագրեսիվ տրամադրված։ Դուք որտեղից եք եկել։ Որտեղից եք պրոբլեմը չի։ Մարդերի կարծիք էր հայտնում, չես խոչընդոտել։ Ոչ օբյեկտիվ կարծիք հայտնի։ Հատուկ այս մատանակ։ Այո, հատուկ հրավերով եք եկել։ Ժողովրդի հրավերով։ Ժողովրդի չի հրավիրել պատարագի։ Ով է ասում։ Ով է հրավիրել պատարագի։ Ես ինքս ցանկություն եմ հայտնել, եկել եմ հարցեր Ուրիշ կարգալույց եղած հոգևորականի պատարագի համար նա ժողովրդի համար կարգալույց եղած չի, նա ժողովրդի կողմից ընտրված կահանա է։ Մարիաթորն է կարգալույց արել, որին նաև կարգալույց անել տա, պարզա, որ Մարիաթորը թող նա դիրել վերանդայի, հետո նոր կարողանա կարգալույց։ Մեկ հարցազրույց տալ, հա? Ցանկանում եք, չեք ցանկանում, չի ցանկանում։ Որ չեք ցանկանում, ուրեմն կոմենտներ մի արեք։ Ձեր հասցին եք կարող են կոմենտներ անել, պետք է ասում։ Մեր հասցեին պակաս կոմենտներ են անում, բայց Դուք եք խանգարում։ Հարգելի քաղաքացիներ, ուղիղ եթերում ենք աշխատում։ Այնպիսի բան ասեք, որը ապացուցելի դուք։ Ու մենակ քո ջերա։ Հարգելի հետևորդներ, ով մոտենա փորձի մասնագիտական աշխատանքը խոչընդոտել, ուղիղ ասում եմ, ուղիղ եթերում եմ ասում։ Ես դիմում եմ ներքին գործերի նախարարին, դիմում եմ որևէ մեկը չի կարող մասնագիտական գործունեությունը այստեղ խոչընդոտել։ Եթե փորձեն միևնույնը չի ստացվելու, որովհետև ես շարունակելու եմ իրազեկել ժողովրդին, թե ինչ է կատարվում իրականում Հովանավանքում։ Հիշեցնեմ, վաղ առավոտյան ժամը 6-ից այստեղ բազմաթիվ ոստիկանական ուժեր կան, բազմաթիվ քաղաքացիական հագուստով իրավապահներ տարբեր կառույցներից, ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից, հետո բոլորի դեմքերը դες ցույց են տվել։ Ես առաջարկում եմ իրավապահներին շարունակել հետևել մեր ուղիղ հեռարձակմամբ։ Եկեղեցի է եղավ բառապաշտ։ Հա, ձեր հետ է։ Նույն քաղաքացիները, որոնք օրեր առաջ ևս այստեղ
ապրանքներ էին իրականացնում, եթե նրանք պատժված լինեին գործընկերների մասնագիտական գործընկերների համար հիմա այստեղ Փակ համակարգը Հայաստանի Հանրապետությունում լրագրող համակարգը խեղաթուրված համակարգ է։ Խեղաթուրված հայտարարություն է։ Խեղաթուրված ինքներդ եք որ ծառայում եք ընդամենը մի պատվիրանի։ Ոչինչ գոյություն շարունակում եք մնալ։ Կատարակի ասենք խոսքի իրանց բաներին լսեն, պրովոկացիաները։ Ձեզ ով խոսեցրեց այդ դուք պետք է խոսաք։ Ակարի դիմաց եք գտնվում, իրան հավաքի։ Ժող, Ով ինչ բառապաշարով խոսեց այդ բառապաշարը պատասխան։ Հարգելի հետևողներ, այստեղ պետք է այսպիսի գործողություններ իրականացնել, որովհետև ոստիկանները օրեր առաջ անգործություն չդրսևորեն եւ այս անձինք ընդհանրապես այս տարածքում այսինքն եթե մեզ պաշտպանող չկա ինքներս մեզ կարող ենք պաշտպանել վստահ եմ Նիկոլ Փաշինյանի աջակիցները ինչ ուզեն կարող են լրագրողների մարդկանց ասել ու դուք այսպես ամբողջ կանգնել եք ամեն ապօրինի հրաման դուք կատարեք ոչ մեկ ապօրինի հրաման չի կատարում Հիմա դուք այդ կարծիքը հայտնում եք ինչ եկել եք ապօրինի պատարակը հսկելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դա արդեն ապօրինություն է Դա ձեր կարծիքն է Իմ կարծիք, միայն իմ կարծիքը չէ Դուք Ջանք ու երան չեմ գործադրելու, որ բացառեմ ձեր ասածը կամ հակադարձը Կարգի հրավիրել քաղաքացիներին Պիտի ճշմարտությունը պիտի ասել Դուք միակ ոստիկանն եք, որը փորձեց միջամտել Միակը չէ անջան, ու հետ կանգնած ոստիկաններն են Ինձ հետ կապված միակն եք, որը փորձեց միջամտել ինձ հետ կատարվող Հիմա ես տեղեմ բոլորի գործունեությունն է երաշխավորում եմ ազատ Ուղղակի ձեզանից է կխնդրեմ, որպեսզի երբ որ ձեր գործունեության վերաբերյալ կարծիք են արտահայտում, դա ինչ-որ վատ ձևով իրավորանքը չէ։ Երբ որ կասկածի տակ են դնում, իմ գործունեությունն է, դուք ոստիկանության գործունեությունն եք հասկանում, որ իմ գործունեության Ես ֆիզիկական ներգործություն չեմ, մենք կարող ենք իրար ձեռքը բռնել, մենք կարող ենք, ասեմ, կադրերը կքննենք, կնայենք, կհասկանանք։ Եթե պետք է վարույթ նախացիկ հայտնել, դա վիրավորանք է, ինձ թվում է, քաղաքացիական բնույթի հարց է, բայց այդ եմ ասում, մենք որտեղ եղել ենք, կանխել ենք նման դրսևորում։ Հիմա այստեղ ասում եմ, եթե կլինի նման դրսևորումներ, մեր ներկայությամբ բնականաբար կմիջամտենք, մեր ներկայությամբ չի լինի, բնականաբար պատշաճ արձագանք կլինի։ Հիմա մի քանի մետրից են կողմից կգան, արդեն բառը բաց թողած կլինի անձը, ինչ անենք այդ դրա դեպ։ Փորձեն կսադրեն, կփորձեն կարգի հրավիրել ու տարածքից հեռացնել։ Ես մոտենում եմ ասում են հանցագործության մասին հաղորդում գնացեք գրեք ապեր։ Այսինքն սպասեմ ինձ հարվածեն, հետո գնամ գրեմ, որ ինձ հարվածել է։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ հարվածները չլինի ու փոխադարձ վիրավորանք։ Փաշինյանի գործողություններին որպես ոստիկան ինչ գնահատական Մենք կրոնական ծիսակատարությունների հետ արգելելու թույլատրելու առնչություն չունենք, գործառույթ չունենք։ Մենք ստեղ ենք բացառապես հասարակական կարգավորելու համար։ Հիմա ինչու է պաշարան եկեղեցին ինչու է պաշարան։ Դե արդեն տեսեք կարծիք եք արտահայտում, ձեր կարծիքն եք արտահայտում։ Լավ, հարգելի լրագրողներ, խնդրեմ բոլորս այսօր զսպված գործենք, մենք էլ, դուք էլ, քաղաքացիներն էլ, ով որ փորձի սադրիչ գործողություններ անել, հաստատ իմացեք, մենք կմիջամտնենք ու կարգի կրավենք։ Համենայնդեպս բավարար Կներեք, պարոն ոստիկան, Նիկոլ Փաշինյանի գործողությունը սադրիչ չի, որ այսօր եկել գալու է, կարգալույց քահանայի մասնակցության պատարակի մասնակցին։ Ինչ ենք անցել։ Միայն որ միակ ոստիկանին, որը փորձեց կարգի հրավիրել սադրիչների գործունեությունը ոչնչացում էին եւ ոստիկանները ցուցադրաբար մեջքով էին շրջվում եւ թողում էին առանց հաղորդում մասին հաղորդում էին։
Որևէ մեկի հասցեի չեն չէ։ Չէ, ես չեմ վիրավորել։